Խնդրեմ ներկայացրեք ինչ բիզնեսով եք զբաղվել եւ ինչի հետևանք է որ փակվել եք։ Իրինա Ասատրյան, Սուրմալու տոնավաճառ։ Փակվել ենք, ինչ են փակվում։ Որ չես կարողանում գործունեությունը արդեն կառավարել։ Նոր գրած օրենքների համար։ Ես բարձրաձայնեցի, որովհետև երբ որ մենք հանդիպել էինք, մեր կայունային հարցերին տվել, բայց լինում են փակվողներ, որ դուք այդպես այստեղից ասում եք կամ փակվողներ, այսինքն դա ինչ է, վախացնելու միջոց է, որ չկա, հա, մենք ստում ենք, ես եմ ասում եմ, բարձրաձայնում եմ, ես փակվել եմ։ Ու շատ շատերը, եկեք, գիտեք խնդիրը մեր ինչումն է ու դժբախտությունը ինչումն է, որ դուք էլ սիրելիներս, մենք շատ գոհ ենք ձեզանից, որ լուսաբանում եք, եկեք Սուրմալու տոնավաճառ ու տեսեք ինչքան տաղավարներ են փակվում, բոլոր տեղերն են, ես Սուրմալուից եմ, դա եմ ասում, փակվում են, մայրածախը կործանվում է, ուղղակի, ինքնազբաղվածություն ունեցողները լրիվ արդեն չգիտեն ինչ անեն, սա վիճակ չի ժողովուրդ ջան։ Օրենքներով նոր գրված եւ տուգանքներով ամենասարսափելին։ Ինչ չհասրեցին տուգանել։ Հա, ես գիտեմ, 18 տարվա գործունեություն է, աղջիկներ, ես գիտեմ ինչպես կարելի է ղեկավարել այդ բիզնեսը։ Այսինքն արդեն բիզնես չէր, ինքնազբաղվածություն էր։ Դեռ կարողանում ենք խելքներս հետ կդրում է, էլի, որ օրենքով կարելի աշխատել, որով չէ։ Ես մի անգամ բացատրել եմ, որ շատ օրենքներ են գրվել, մինչև ձեր գալը, մինչև ձեր գրելը, շատ օրենքներ են փոխվել, բայց կարողացել են գանք համաձայնության, եկել է մի կետ, որ բոլորս կարողացել ենք աշխատենք այդ կետով, այդ օրենքով, բայց սա սարսափելի է արդեն։ Սա միանշանակ, սա միտումն է, եթե գրում է մի օրենք ու դիմացին հետ ասում է, որ սա ճիշտ չի, կարող ենք չենք հասկանում, պարզեցրեք, ընկերներ, պարզեցրեք, որ տեսնենք ինչա կատարվում։ Ուզում են բյուջե լցնեն միայն տուգանքներով, որովհետև առևտուր չկա, բիզնեսը կործանվում է, նորից եմ ասում, կամ միայն ուզում են, որ մեծը մնա, խոշոր բիզնեսը մնա, բա միջինն ու փոքր ինչ անելու։ Աղքատությունն ավելանալու։ Մի կողմից խոսում են, որ գործազրկության մակարդակը կրճատվում է, մյուս կողմից ստացվում է, որ համալերում են գործազրկումը։ Ով ասում կրճատվում։ Իշխանությունն է ասում, որ աշխատատեղեր են գալիս։ Ուրա։ Մի հատ զավոդ ցույց տվեք։ Մի հատ հիմնարկություն ցույց տվեք աշխատատեղ որպես հայեն վերխոյացող շինարարական այս սիրուն նորակառույց բնակարանները, որ կան բանվորները ու շինարարների մասին է խոսքը, հա նրանք աշխատում են։ Բայց խոսքը գնում է այն մարդկանց, որ հարգելի պետություն, դու ոչինչ չես տվել, այդ մարդիկ 20 տարի առաջ իրանց ուժերով հիմնել են այս փոքրիկ բիզնեսը, զբաղվել են այդ բիզնեսով, պահել են ընտանիք, որ գա հասնի այսօրը, կոնկրետ ես եմ ասում, որ թոշակառու եմ արդեն։ Ու հանգիստ ապրեր էլի, իր այդ փոքրիկ թոշակի հետ կարողաներ հանգիստ ապրել ու չլիներ աղքատության այդ շեմին, որովհետև կարծում եմ բոլորդ եք հասկանում 50,000 դրամով, իմը 42,800 է, բայց գցում եմ 50,000 դրամով absurd ապրելը, ճիշտ է աղջիկներ, կոմունալները եթե վճարում ես, տակը քեզ ոչինչ չի մնում, ինչի մասին է խոսքը, խնդրեմ։ Ես ժամանակամատված, որ իրոք հաճել եք ու աշխատել եք, հաճույք եմ ստացել, գրակել, հարց էի տալիս, սեմինար էին անվճար կազմակերպում, ամեն փոփոխությանը հաշվաբաններին հրավիրում էին, ինչ է անում հիմա։ Մարդիկ մեր համար են եկել, ես մեղա փոփոխակի միջի միասին ով է ները տոնավաճառները, այնտեղ ավելի բուրըն կլինի, հասկանները, եկեք էլի ժողովուրդ ջան, կարագի, որ ինչի ուղղավ ակենալու, ժամանակ կարգային է։ որ խոսե մարդիկ ասե, որ ավելի սել բուրըն լինի, էլի, թե չէ դուք տալակները այսօրվա այս քննարկումից, որ ներսում լինելու է, ինչ որ ակնկալիք ունեք։ Իհարկե հույս ունենք, որ լսելի կդարձնեն, մեր հետ բանակցելու, մեր խնդիրները լուրջ լսելու, հաշվի առնելու։ Ակնկալիք փոքր, բայց ունենք։
Տեսեք, արդեն տևական ժամանակ է այս ակցիաները շարունակվում են, բայց մենք տեսնում ենք, որ ոչինչ չի փոխվել գոնե օրենսդրական մակարդակով։ Իսկ բիզնեսի կյանքում ինչ որ բան փոխվել է այս ընթացքում։ Հնարավորություն կա արդյոք այն տեմպերով, որոնք իրենք առաջարկում են վճարել, վճարումները կատարել, ինչպես է հարկերը հիմա վճարում, արդեն 4 ամիս գործում են։ Իմ բիզնեսը ձեր բիզնեսի մոտ փոքր բիզնես է։ Խնդրում եմ այս հարցը Հարցը շարադրել ենք։ Ինչպես է այն պայմաններով Իրանք շատ լավ գիտեն մեր քաղաքի վիճակը։ Պատասխան չեն տալիս։ Ինձ թվում է իրանք լավ տեղյակ են, որ այսօրվա դրությամբ Հայաստանը գտնվում է ծանր, շատ ծայրահեղ վիճակում, որ մեր բիզնեսին ամենաառաջին իրանք շատ լավ գիտեն, որ հարթակները չափից դուրս խանգարում են բիզնեսին։ Ուղղակի մենք հույս ունենք ու չենք ուզում այդ հույսը վերջում լինի, որ իրանք կվերանայեն, իրանք հնարավորություն կտան, որ մեր հայ ժողովուրդը կարողանա իր Հայաստանի մեջ, իր պետության մեջ, իր բիզնեսը շարունակի ու ոչ մեկ չի խուսափում այդ վճարումներից, չկա նման հայ մարդ, որ ինք ուզենա աշխատի ու գումար չվճարի։ Դա ոնց կարելի է մտածի յուրաքանչյուր նորմալ մարդը, քանի որ մեր վճարումներից է կախված թե բանակը, թե թոշակը, թե շատ տեղեր։ Ուղղակի մենք սպասում ենք, հույսեր ունենք, որ մեր վարչապետը ավելի ուշադիր կնայի, կզննի, միգուցե ինքը տեղյակ չի, միգուցե իրան լավ չեն տեղեկացրել, որ այս մեր վիճակներից, թե ինչքան ծանր է, եթե այսքան ժամանակ միգուցե ինքը ավելի շատ զբաղված է, միգուցե ինքը մի օր ժողովում պարբերաբար այդ հարցը բարձրացվում է, նաև հարց ու պատասխանի ժամանակ, այնպես չի, որ ինքը կարող է տեղյակ չլինել։ Դե մենք հույս ունենք, որ միգուցե կվերանայեն, իօքու ժողովրդին, իրենք շատ լավ գիտեն մեր երկրի վիճակը, իրանք եթե եցենք, ինձ թվում է իրանցից էլ շատ մարդիկ ունեն բիզնեսներ ու լավ տեղեկացված են, թե ինչ է կատարվում Հայաստանում, մենք չենք ուզում մեր հույսը կորցնենք։ Տեսեք, ասում են, մենք արդեն զրուցեցինք, արդեն բիզնեսներ կան, որ փակված են, օրինակ դուք ինչ բիզնեսով եք զբաղվում եւ այս շարունակվելու դեպքում կարողանալու եք աշխատել։ Իհարկե ոչ, ես ինքս արդեն ուսումնասիրում եմ տարբեր պետություններում, որտեղ հնարավոր կլինի, որ իմ գործը շարունակեմ։ Այսօրվա դրությամբ մենք տնտեսագետ չենք, որ կարողանանք այդ ամեն ինչի հարցը լուծենք։ Մենք ուղղակի ուզում ենք աշխատենք մեր օրվա հացի, մեր ապրելու համար։ Մեզ դրանից ավել ոչինչ պետք չի։ Մենք ուզում ենք մեզ չխանգարեն, հանգիստ աշխատենք։ Ուրիշ ոչինչ։ Մինչև հիմա որ հանգիստ աշխատում եք, ինչի պետությունը այդքան չէր որոշել միջամտել։ Հիմա տեսեք, ասում են ինչ որ հեռահար ծրագրեր կան, պլաններ կան, ուզում են ձեզ այլ հարկման դաշտ բերել եւ այդ մասին Նիկոլ Փաշինյանն էլ է։ Այո, իրանք ուզում են այլ հարկ բերել, բայց ուղղակի ես ասում եմ, մենք ուղղակի առևտուր ենք անում, մենք ոչ մեկս տնտեսագետ չենք, մենք ոչ մեկս այդ կրթությունները չունենք, որ իրանց օրենքներով մենք շարժվենք։ Ամեն մեկս բիզնեսի ոլորտում, գիտեք ինչպես, ամեն մեկը, գսենք գործ չունենալով, գսենք մի գումար հայտել է, մարդիկա պարկով, մարդիկա բանկով, ամեն տեղից վերցրել է, ուղղակի գսենք իրանց օրվա հացը վաստակելու համար, ապրելու համար, բայց այդ իրանց օրենքներով, որ այդքան պետք է շարժվենք, գույքա գրել, հայտարարագրվել, դա եթե ուզենանք էլ չենք կարողանա այդ ամեն ինչի տակից դուրս գան, թե հարկայինը, թե գսենք այս հաշվապահությունը, ամեն ինչը բարձրացնում է, հանգացնում է, իսկ քաղաքի վիճակը շատ ծանր է, առևտուր չկա, ժողովուրդը ի վիճակի չեն։ Կուզեն, մեծ սիրով կուզեն ամեն ինչ էլ անեն, բայց եթե հնարավորություն չկա, պետք է այդ գործը մի հատ նայել։ Պետք է վերանայվի, պետք է գցենք իրանք մարդ ուղարկեն շուկաների վիճակը տեսնեն, նոր օրենք փոխեն, նոր օրենքներ գրեն։